Հայկ ջան, մեր ազգային ճաշատեսակներից որը կնշես։ Հարիսա։ Այո։ Երեխաներ, հարիսա բառը Խրիմյան հայրիկը իր պապիկ եւ թորնիկ գրքում մեկնաբանում է եւ բացատրում է բառի իմաստը։ Կարող եք ինձ ասել, ինչ է նշանակում հարիսա, ինչպես է Խրիմյան հայրիկը մեկնաբանում բառը։ Հարեք զսա արտահայտությունից։ Այո, հարեք զսա արտահայտությունից։ Երեխաներ, իսկ ինչպես էին եփում հարիսան։ Եփում են մեծ կացաներում, թոքրի մեջ, Մարման վրա, չէ՞, մարմանդ կրակի վրա։ Եվ ում էր նվիրված ճաշատեսակը։ Աստվածների։ Այո, հին ժամանակներում հարիսան նվիրված էր աստվածներին։ Հաջորդ ազգային ճաշատեսակը ո՞րն է։ Տոլման։ Ապրես։ Իսկ ո՞ր խոհանոցից է եկել եւ հասել մեր օրեր տոլման։ Ուրարտական։ Այո, ուրարտական։ Իսկ տոլմա բառը որտեղից է առաջացել։ Տոլի բառից։ Որը ինչ է նշանակում։ Խաղողի տեր։ Այո, տոլի բառից, որը նշանակում է խաղողի տերև։ Հարիսան էլ ինչպես են անվանել։ Քաշիկա։ Այո։ Երեխաներ տոլման էլ որ տերևների մեջ են փաթաթել հնում։ Սերկեֆիլի, լոբու, Հետագայում նաև կաղամբի, այո։ Երեխաներ, իսկ հետո որ բանջարեղենների միջուկը հանած բանջարեղենների մեջ են լցոնել միսը լոլիկ, պղպեղ։ այո, եւ դա կոչվել է ամառային տոլմա, չէ՞։ Ասուս տոլմա հիմքը պատիկեղենից։ Ավելացնում ենք նաև չիր։ Տոնատիսական կերակուրը։ Պատրաստել ենք գարնանը, որը խորհրդանշում է առատություն։ Կեցես։